Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Հենրիկ Ավագյանի մեղքը չի հիմնավորվում։ Նրա պաշտպանական կողմը նշում է, որ առաջադրված մեղադրանքը օրեցօր թուլանում է։ Չնայած Ավագյանը չի ընդունում մեղքը եւ որևէ ցուցմունք չի տալիս, բայց օրերս նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։ Հայկական իրականության պայմաններում տենց էլ պիտի լիներ։ Եթե մենք իրավաբանությունից ենք խոսում, սա իրավաբանության հետ կապ չունի։ Պարզապես տրամաբանական շարունակություններ եւ կալանավորումը եւ ժամկետի երկարացում։ Արդարադատության բացակայության մասին խոսելիս Սյուզաննա Խչեյանը նշեց նաև այն հանգամանքը, որ կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը տևել է ընդամենը 15-ից 20 րոպե։ Նախաքննական մարմնի փաստարկները ըստ պաշտպանի դատարանը ընդունել է որպես բացարձակ ճշմարտություն եւ դրել որոշման հիմքում։ Այս գործով, ինչպես հայտնի է, եւս 3 հոգի ազատազրկված են։ Մարզպետի տան մոտ 2 տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանը մահափորձը պատվիրելու, Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը մահափորձին աջակցելու մեղադրանքներով։ Դեպքի օրը մարզպետին հետևելու եւ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ հայտնելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանը եւս կշարունակի մնալ անազատության մեջ, չնայած պաշտպանի պնդումներին, որ նրա այլուրեկությունը րոպե առ րոպե հաստատվել է 10-ից ավելի վկաների ցուցմունքներով։ Դատարանի ողջ վարքագծից ես կարող եմ հետևություններ հանգել, որ արդեն իսկ անխորոշված է դատարանի որոշումը։ Արա Բուդաղյանի պաշտպանական կողմն էլ համոզված է, որ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը այս գործով սխալվել է, բայց համառորեն չի ցանկանում ընդունել սխալը։ Հայկ Ալումյանն ասաց, որ 3 Բուդաղյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննարկելիս դատարանին որևէ նոր ապացույց չի ներկայացվել։ Նախաքննական մարմինը շարունակում է ենթատեքստ գտնել գաղտնալսված հեռախոսազրույցներում, որոնք ըստ փաստաբանի 0 ապացույց պարունակող կենցաղային խոսակցություններ են։ Դա շատ վտանգավոր մի հատ փուլ է ցանկացած քրեական գործի մեջ, երբ որ այդ քննությունը իրականացնող մարմինը սկսում է հասկանալ, որ սխալվել է, եթե ինքը գործում է ազնիվ, ապա ընդունում է իր սխալը, փորձում է ուղղել, այսինքն քրեական հետապնդումը դադարեցնել, անձին հնարավորինս շուտ ազատ արձակել, իսկ եթե ինքը ոչ այդքան ազնիվ է, ապա փորձում է գործի փաստերը հարմարեցնել այնպես, որ ապացուցի, որ ինքը սխալ չի եղել։ Սա շատ վտանգավոր փուլ է։ Եվրադատարան է։ Այս գործով իհարկե։ Փաստաբանը մտահոգիչ է համարում մամուլի հրապարակած այն տեղեկությունները, որ Եվրադատարանում Հայաստանը ներկայացնող դատավոր նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի հետ ազգակցական կապեր ունի, հատկապես որ մարզպետը հաստատել է այդ լուրերը։ Հայկ Ալումյանի համոզմամբ եւ Ավետիք Բուդաղյանի սպանության եւ Արա Բուդաղյանի կալանքի գործերով գանգատների քննության ժամանակ սա կարող է շահերի լուրջ բախում առաջացնել։ Սուրիկ Խաչատրյանը ընդունել է, որ հանդիսանում է փաստորեն Արմեն Հարությունյանի քերին, այս համար նորություն էր։ Ես կարծում եմ առաջին հերթին Արմեն Հարությունյանն է պարտավոր Եվրոպական դատարանին տեղյակ պահել այդ փաստի մասին, այլ ոչ թե մենք։ Եվ եթե դա համարվի նրա անաչառության վրա ազդող գործոն, ապա իհարկե ինքը պիտի այդ գործով չզբաղվի։ Մենք ուշադիր հետևելու ենք ուղղակի այդ զարգացումներին։ Մահափորձի գործով մեղադրյալների պաշտպանները կալանքի ժամկետները երկարաձգելու որոշումները բողոքարկում են վերաքննիչ դատարանում։